Մարմնի մեջ կա երկու հոգի, բարի եւ չար, ու իրար հետ պատերազմում են բացատրեք այս հանգամանքները։ Ըստ Աստծո խոսքի եւ ասման, կա մարդու մեջ, մարմնի մեջ գոյություն ունի երկու բնույթ։ Կա մարմնապես, մարմնավորը եւ կա հոգեվորը։ Ինչե մարդ որ ապաշխարում է, նոր իր մոտ ձևավորում է հոգու գործոնը, որ կա նաեւ բնույթ, մի օրենք իմ մեջ, որ ինձ կառավարում է, եւ անգամ իմանալով Աստծո խոսքը, ես չեմ կարողանում այդ բնույթին դեմ կենալ, որը հակառակվում է Աստծո խոսքը կատարելու։ Որտեղ Աստծո խոսքը ասում է սիրի, բայց իմ ներքի բնույթը ատելությանն է ինձ դրդում։ Ասում ես ի՞նչ կատարում իմ հետ։ Եթե ես սրբության եմ ցկտում, Աստծո խոսքին եմ ցկտում, հա, եւ հանկարծ իմ միտքը փախնում է մի այլ կողմ եւ շատ բաներ աղտացում։ Աստված ես մտքերի դեմ ես չարը։ Ես ի՞նչ կատարում։ Ոսարակյալի ինչ ասում է։ Երբ որ ես ապաշխարեցի, այստեղ բացվեց մի նոր օրենքի մեջ։ Այսինքն, երբ որ ես մեռա, մեղքը ողջունցավ։ Եվ ես մեռա պատվիրանի համար եւ մեղքը ողջունցավ, չէ։ Հիմա չհասկացա։ Ես ապաշխարեցի, որպեսզի հոգով ապրեմ, սուրբ ապրեմ, Աստծո խոսքով ապրեմ։ Բայց այստեղ մեղքը ողջունցավ։ Ոչ թե մեղքը, գրում է մեղքը, հա, բայց ես ձևակերպեմ այսպես։ Մեղք ողջունցավ, մեղք առաջացավ։ Այսինքն, մի բան առաջացավ իմ մեջ, որը կար, սակայն ես չգիտեի, որ դա մեղք էր։ Ու երբ որ ես ապաշխարեցի եւ ճանաչեցի պատվիրանը Աստծո խոսքը, նոր հասկացա, որ այն ինչ որ իմ մեջ կար, ինչեւ ապաշխարությունը, որ ես համարում էի դա բնական, դա այդպես է, ես այսպեսին եմ, հա, դա համարվեց ինձ համար արդեն մեղք, դա ինձ համար արդեն դարավ մեղանչող բնույթ։ Բնականաբար ես ապաշխարեցի, որպեսզի սուրբ արդեն ապրել, իմանալով ճանաչելով Աստծո պատվիրանը եւ ցկտում եմ սրբության, բայց ես ինձ խանգարում է մի բան, ինչը որ նախկինում իմ մեջ կար, որը ինձ օգտագործում էր եւ ես դա ինձ լավ էի զգում դրա մեջ։ Սակայն երբ որ ապաշխարեցի, դա ինձ համար մեղք համարվեց, որն էլ մահվան տանող բնույթն է համարվում։ Եվ այստեղ տեսնում եմ, որ Աստծո պատվիրանը ինձ կյանքի է դրդում, սակայն իմ ներսում մահ է ապրում եւ թույլ չի տալի, որ կյանքը իմ մեջ ձևավորվի։ Արի ուտես, որ քրիստոնեությունն ինձ համար բարթանում է։ Ես ասեմ, որ միայն ու միայն Աստծո հոգին կկարողանա քեզ այդ կարգավիճակից դուրս բերել եւ հասցնել այնպիսի մի բարձունքի, որ ինքդ կապշես եւ փառք տաս Աստծուն, որովհետեւ այնպիսի բաներ դուք տեսնես քո ներսում, որը իրականանում է եւ փոփոխության է ենթարկում, որ մարդու մտքից անգամ վեր բաներ են։ Իսկ այնինչ Աստծո հոգով է փոփոխության ենթարկում, դա արդեն խոսում է այն մասին, որ այս տվյալ անձնավորությունը քաչ գիտակցում է, որ դա իր ուժերից վեր է եւ միայն հասանելի է Աստծուն, որտեւ երբ որ մարդը Աստծուն ճանաչում է, այդ պահից նրա մոտ ձևավորվում է ինքնաճանաչողությունը, եւ որից էլ նա զգում է իր մեղավորությունը, որ ինչքան մեղավոր է ինքը եւ ինչքան սուրբ է Աստված, եւ այդ պահից սկսվում է մարդու մոտ սրբագործման աշխատանքը, որից էլ Աստծո հոգին գործակից է լինում։